Բոլորիդ բարի երեկո, ուրախ եմ տեսնել եւ հույսով եմ լավ տրամադրություն եք մտնելու եթեր, կամ էլ նայելու առավոտյան, գիշերը, նաեւ ողջունում եմ այն մարդկանց, ովքեր նայում են մեր եթերները YouTube-յան ալիքում, կոնկրետ Arm-Vlog-ում, շնորհակալ եմ բարի խոսքերի համար եւ նշեմ, որ այսօրվա եթերը շատ կարեւոր է ինձ համար, քանի որ 2 օր առաջ տեղադրել եմ շատ մեծ նյութ, որ այդ նյութը, չնայած որ շատ երկար, այսպես ասած, նյութ է, մեծ նյութ է, ահագին մարդիկ ուսումնասիրել են եւ ես շատ ուրախ եմ դրա համար։ Նշեմ, որ համարյա 350,000 մարդ 2 օրում ուսումնասիրել են եւ սա իսկապես հոյակապ մի հատ փաստ է։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտնում են մեր էջերը, ուսումնասիրում են այդ նյութը եւ այդ նյութի մասին ենք այսօր մենք խոսելու։ Ուղղակի եկեք ես սկզբից կիսվեմ իմ անգլերեն էջում, որպեսզի այն մարդիկ, ովքեր անգլերեն էջից են հետևում, կարողանան նաեւ նայել այս եթերը։ Բոլորիդ բարի երեկո, դուք էլ կիսվեք, հարգելիներս, եւ եկեք կիսվեմ մի քանի հատ խմբերում, որպեսզի այնտեղ մեր հետևորդները տեսնեն եթերը եւ նույն ձևի միանան մեզ բոլորիս։ Շատ լավ։ Ոնց եք, բարի երեկո բոլորիդ, ովքեր մտնում են եթեր։ Երևի դուք բոլորդ միասին երեք նկատել եք, որ Ռոբերտ Քոչարյանը իր, այսպես ասած, իր անունն ա տվել, որ ուզում է վարչապետ լինի, ռուսերեն ասում են «Мечтать не вредно», բայց всё-таки այս թեման բոլորիս համար շատ կարևոր է եւ գիտեք, ամեն անգամ երբ մենք խոսում ենք Ռոբերտ Քոչարյանի նման անձնավորությունների մասին, մեզ թվում է, թե սա թարախ օծ է, որը արդեն ոչ մեկին հետաքրքիր չի, բայց խնդիրը նրանում է, որ թարախ օծը շատ վտանգավոր է, երբ այդ թարախ օծը չես սպանում, չես ոչնչացնում, թույլ ես տալիս, որ այդ թարախ օծը շարունակի ապրել քեզ հետ միասին մի տան մեջ, մի հատ երկրում, եւ այո, այդ թարախոցը երբ տենում է, որ իրան ոչ մեկ չի սպանում, չի ոչնչացնում, ինքը կուտակում է այդ իր թույնը եւ այդ թույնը շատ վտանգավոր է։ Ամեն օր, ամեն վայրկյան, չգիտեմ ինչքանով է դրա մասին տեղեկացված եւ ինչքան են տեղյակ կառավարության անդամները, բայց ինձ թվում է մենք ժողովուրդը դրա մասին շատ լավ գիտենք։ Բոլորիդ նորից բարի երեկո, նորից շնորհակալ եմ դրանց, ովքեր կիսվում են եթերով։ Հայկ ջան, привет большой, բոլորիդ բարևներ, Անուշ ջան, բարևներ, Սակո ջան, բարև, Ռուստամ Ավակյան, քեզ էլ բարի երեկո, Միսակ Դարբինյան, ուրախ եմ բոլորիդ տեսնել։ Ասեմ, որ նյութի մասին ենք խոսելու այսօր, քանի որ Ղարաբաղի բանակը եւ ես գրեցի Ղարաբաղյան բանակի մասին մեծ նյութ, մարդկանց շատ հետաքրքիր է այդ թեման եւ փաստորեն 30 կետ ես նշեցի, այդ 30 կետը դուք ուսումնասիրել եք, այնտեղ ամեն ինչ գրված է, կուզենայի կոմենտների պատասխանել, քանի որ ահագին կոմենտներ են թողում եւ YouTube-յան ալիքում եւ Facebook-յան էջերում եւ խմբերում եւ այդ կոմենտները մի կողմից շատ հետաքրքիր է, բայց այդ կոմենտների մեջ ահագին հարցեր կա ու դրա համար ուզում եմ պատասխանել։ Տեսեք, մի մասը կոմենտների չեն հասկանում ինչ եմ ես գրում, որտեղ գրել եմ, որ առաջի պատերազմի ժամանակ ահագին մեր տղաները, հերոսները, իսկական հերոսները զոհվել են, իսկ ոչ հերոսները դառել են չինովնիկ եւ գեներալ։ Ավելի մանրամասն բացատրեմ, ինչ է ես ուզում ասել, որ այն մարդիկ, ում մենք հիմա տենում ենք, այսպես ասած գեներալ, բայց չգիտես, քային այդ գեներալները թաթախված ֆինանսական մախինացիաների մեջ, չգիտեմ, զենք գողության մեջ, այն մարդիկ, ում անունները ընդհանրապես մենք հիմա համացանցում լսում ենք եւ այս մարդիկ դուրս են գալիս հերոստալիքներով, չգիտեմ, մասնակցում են ինչ-որ Գյումրիի ընտրություններին, Քյոխը, Կարեն Ջալավյանը, Վիտալի Բալասանյան, Սամվել Բաբայան, Արշավիր Գարամյան, Մովսես Հակոբյան, Արտուր Աղաբեկյան, Օգանովսկի, այդ բոլոր մարդիկ ոչ մի կապ չունեն հերոսության հետ ընդհանրապես, այսինքն այդ մարդկանց մեջ չկա ոչ մի հերոսություն ու մենք ամենակարևորը պետք է հասկանանք, որ այն ամենի ինչ իրանք 35 տարի ստել են դրա համար, որպեսզի փող հավաքեն այդ իրանց հեքիաթների վրա, որպեսզի իրանց, այսպես ասած, լեգենդար, անվան տակ իրանք մարդկանց ստեն, խաբեն, փողեր հավաքեն թե Ռուսաստանում, թե Հայաստանում եւ այդ նույն մարդիկ, բոլոր մարդիկ, ովքեր դարել են Ղարաբաղում եւ նաեւ Հայաստանում պաշտոնյա հարուստացել են, չկա կասկած, որ այդ մարդիկ ոչ մի հերոսություն չեն արել, սպանել են անմեղ
բայց իսկական հերոս տղաներին, Ղարաբաղի տղաներին, եւ ես գրեցի նյութի մեջ, որ իրանք բոյերի ժամանակ, հա, այն թուն վիճակի ժամանակ իսկական հերոսներին առաջ էին ուղարկում, իրանք էլ հետևում կայնացեն։ Ու դրա համար մնացել են ողջ, առողջ, մի հատ մազը չի պակասել ոչ մեկի գլխից։ Հա, Աշոտ ջան, 8 տարի ես շատ լավ եմ ինձ զգում ու ահագին ժամանակ լավ եմ զգում ես գալու եւ ճիշտ ասած թքած ունեմ ձեր գրառումների վրա։ Ես ուզում եմ հիշեցնեմ, Աշոտ ջան, որ ձեզ նման բոզի տղերքը 8 տարվա ընթացքում ահագին մարդ արդեն ոչնչացվել է, ել չկա եւ օրից օր մաքրվում է մեր աշխարհը ձեզնից, այնպես որ ես շատ լավ եմ ինձ զգում, իսկ ձեզ նմանները ամեն օր զոհվում են, ոչնչանում են, տրակվում են, զոհվում են եւ այլն, այնպես որ Աշոտ ջան, ես շատ լավ եմ ինձ զգում, այնքան բոմբա եմ ինձ զգում, որ քեզ նման ոչիլը մտնում է իմ եթերս եւ ուզում է ինձ կոպիտ բան գրի, բայց նայ մեր հետևորդներին տանձին չի քո գրածը, ձեր ասածը տանձին չի եւ տանձին չի լինելու ոչ 3 ամսից հետո, ոչ 3 տարուց հետո, այնպես որ ես շատ ուրախ եմ, որ մեր աշխարհը մաքրվում է ձեզ նմաններից եւ 8 տարում ահագին մաքրվել է ու շարունակում եք այս ձևի մաքրվել կեղտերից, թե Քոչարյանի աջակիցներից, թե Ղարաբաղյան կլանի աջակիցներից, նենցա որ իրավիճակը իսկապես հոյակապ է եւ նորից եմ կրկնում, ես շատ ուրախ եմ, որ Աստված դուրս է շպրտել Ղարաբաղյան կլանը Ղարաբաղից, քանի որ միակ մեր թշնամին ընդհանրապես մեր տարաշրջանում մեր միակ թշնամին Ռոբերտ Քոչարյանն է, իր աջակիցներն են, ովքեր Ռուսաստանի հրամանով քանդել են Հայաստանը։ Ադրբեջանցին, թուրքը, պարսիկները, վրացիները, իրանք մեր թշնամին չեն։ Մեր թշնամին մենակ Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչներն են, աջակիցներն են, ուրիշ մեծ թշնամի մեր տարաշրջան, մեր ընդհանրապես մեր տարածքում չկա եւ չի կարա լինի եւ չի եղել։ Հա, ուղղակի մեր ազգում կան մարդիկ, ձեզ նման բոզի տղերք, բան Արտակ ջան, եւ ձեր, այսպես ասած, ձեր գիծը տանող, հա, անձնավորություններ, ովքեր աջակցում են Քոչարյանին կամ Ռուսաստանին, քանի որ նորմալ մարդը չկարա աջակցի Ռուսաստանը եւ նորմալ մարդը չկարա աջակցի Ռոբերտ Քոչարյանին։ Ուզում եմ դուք դա հստակ լսեք եւ ձեզ համար իմանաք։ Ինձ որ գիտեք, ահագին բոզի տղա է եղել, որ ասել են Ռոման ջան, քեզ քիչ է մնացել եւ այդ բոզի տղերքը տրակել են բենզինի հետ միասին, քանի որ իրանք տենց անեցքներ են տալիս։ Նաեւ ահագին բոզի տղա է եղել, որ ասել է Փաշինյանը դուրս է գալու, չի լինելու 2018 թվականին, 2019 թվականին։ Դրանից հետո պատերազմ է սկսել եւ այն բոզի տղերքը, ովքեր Ղարաբաղում վատ են խոսում Փաշինյանի մասին, իրանք նաեւ իրանց Աստված պատժել է ու մաքրվել է աշխարհը այդ մարկանցից, ովքեր Փաշինյանի դեմ խոսացել են։ Ահագին ունենք բոզի տղա, ով Ռուսաստանում Փաշինյանի դեմ խոսացել է, իր տղան գնացել է զոհվել է Ուկրաինայում կամ էլ անհայտ կորել է, քանի որ այդ տղաների հայրիկների, մայրիկների իրանց կեղտոտ բերանը բացել են վարչապետի վրա։ Նենց է որ 8 տարվա ընթացքում Աստված պատժում է բոլոր նրանց, ովքեր կամ իմ դեմ են խոսում, կամ այն մարդկանց դեմ, ովքեր Հայաստանին օգնում են, եւ ելի եմ ասում, շատ շնորհակալ եմ, որ այնքան է տարածվում իմ եթերներս եւ ռիլսերս, սյուժեներս, որ այն մարդիկ, ովքեր աջակցում են Ռուսաստանին կամ Քոչարյանին, ուշադիր նայում են իմ եթերներս, ամեն մի բառս ուզում են տենան ինչ եմ ես ասում, սա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք եւ ես այսօր ստատիստիկա, այսինքն ստատիստիկան ցույց տվեցի, որ 300,000-ից շատ 2 օրում ուսումնասիրել են Ղարաբաղյան բանակի մասին նյութը, այնպես որ շատ ուրախ եմ։ Հիմա անցնենք կարևոր փաստերին իմ նյութից։ Տեսեք, նյութի մեջ ես գրեցի բանակի մասին, Ղարաբաղյան բանակը դա ովքեր են, դա Սամվել Բաբայանն է, դա լեգենդար հրամանատար Քյոխնա, Կարեն Ջալավյանն, դա Վիտալի Բալասանյանն է, Բակո Սահակյանն է, Սերժ Սարգսյանն է, Ռոբերտ Քոչարյանն է, Սեյրան Օգանյանն է եւ Օգանովսկին եւ այլն, հա, այդ մարդիկ ներկայացնում են Ղարաբաղյան բանակը։ Այդ բանակը կյանքում չի եղել բանակ, դա եղել է մի հատ կառույց, որտեղ թալանում են հայ ազգը, թալանում են մեր երկիրը, մեր ժողովրդին եւ ցավոք սրտի մարդիկ մինչ հիմա մի մասը տենց էլ չհասկացան, որ այդ բանակը զբաղվում էր դրանով, որ գողանում էր զենք, գողանում էր սնունդ, գողանում էր վարելիք, հա, այն բանակում, որտեղ իրանք զենքը գողանում են ու վաճառում են Վրաստանին կամ չգիտեմ պարսիկներին, Աբխազիային եւ այլն, դա կյանքում չի կարա այդ կառույցը անվանի ինչ որ մեկը բանակ։ Բանակը չի կարա ինքը իր զենքը գողանա ու վաճառի ուրիշ երկրներում։ Գիտեք, կներեք այդ կոպիտ խոսքի համար,
Մենակ իսկապես բոզի տղան կարող է ինքը իր զենքը գողանա, այն զենքը, որը Հայաստանը իր համար առել է եւ վաճառի տարբեր երկրներում։ Եվ այդ բանակում ահագին մարդիկ են եղել, ովքեր այդ զենքը գողացել են, այդ անմեղ հայ զինվորի գլխին սարքել են, այդ զենքը վաճառել են, այդ զինվորին էլ բանտ են նստացրել, հետո ծնողին կանչել են Հայաստանից, ասել են գնա տունդ վաճառի, որ գաս քո երեխու թանես։ Տենց քաքեր են կերել Ղարաբաղում, որ մենք Ղարաբաղը կորցրել ենք։ Զարմանալու ոչ մի բան չկա։ Երբ ես երեք լսեցի, որ Քոչարյանի նման ոչ լոտ շունը հայտարարում է, որ այն մարդիկ, ում պատճառով մենք կորցրել ենք Ղարաբաղը, իսկ ում պատճառով ենք մենք կորցրել Ղարաբաղը։ Ես ինքս Ղարաբաղցի եմ, ինձնից հարցրեք, ում պատճառով եք մենք կորցրել Ղարաբաղը։ Տեսեք, մի հատ շատ հետաքրքիր փաստ։ Վերջի պատերազմը, այսինքն 5 տարի առաջ պատերազմը, 6 տարի առաջ 44 օրվա պատերազմի ժամանակ զոհվել է 6% Ղարաբաղի տղերքը, 6% տղամարդիկ Ղարաբաղցի զոհվել են սաղ տղամարդկանցից Ղարաբաղում, ովքեր պետք է զենքը ձեռին կռվեին, պատկերացրեք զոհվել է 6%։ Այսինքն ոնց է ստացվել, որ 44 օր պատերազմը գնացել է եւ 94% տղամարդիկ չեն զոհվել։ Դա Աստված ոչ մեկ չի զոհվի, բայց շատ հասարակ մի հատ հարց, այդ ինչ բանակ է դաստիարակել Քոչարյանի նման անձնավորությունը կամ Սամվել Բաբայանը կամ Արտուր Աղաբեկյանը կամ Մոսին, եթե տղամարդկանց, բոլոր տղամարդկանց, ովքեր կարան զենք պահեն եւ կռվեն իրանց հայրենիքի համար, զոհվել ընդամենը 6%, հա, տղամարդիկ։ Մեզ ունեինք դեռ 50,000 տղամարդ, ովքեր զենքը ձեռը կարային կռվեին, 50,000-ից 6%-ն է զոհվել եւ վիրավորվել։ Դա ոնց կարող է այդպես բան լինի։ Դա ինչ է նշանակում, որ մենք չենք կռվել Ղարաբաղի համար, եւ դա նշանակում է, որ այն որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Սերժի ժամանակ ստում են, որ իբր Ղարաբաղցիները կռվող տղերք են, տանձով տղերք են, Ղարաբաղցիները տանձ ունեն աշխարհը չունի։ Այդ ստերը, որ 35 տարի մենք մարդկանց գլուխ են կոխել, որպեսզի փող թալանենք Ռուսաստանում։ Ռուսաստանում ինչ որ դալբայովներ են եղել, ովքեր փող են հավաքել, ասել են, չէ, Ղարաբաղցիք տանձով տղերք եք, եկեք փողը հավաքեք, բայց կյանքում չեն եղել Ղարաբաղցիք տանձով տղա։ Այո, 6%-ը հերոսներ են եւ ես խոնարհվում եմ բոլոր այն ղարաբաղցիների դեմ, ովքեր կռվել են, բայց կռվող ղարաբաղցի ամենաշատը 4-5%, ոչ ավել, սա է իրականությունը։ Կռվող ղարաբաղցի, սիրող Ղարաբաղը 6-5%, եւ տենց էլ եղել է 44 օրվա, իսկ 95%-ը Ղարաբաղի տղերքը։ Նաեւ խոսքը գնում է իմ մասին, ես չեմ ասում ուրիշ ղարաբաղցի տղեր, ինք մնացած 95%-ը կամ ապրում են Մոսկվայում, ոնց ես եմ ապրել, հա, մինչև պատերազմը սկսել է 25 տարի ես դեռ եմ ապրել, կամ ապրում են Կրասնոդարում, կամ ապրում են Երևանում, եւ ոչ մի կապ չունեն Ղարաբաղի հետ, եւ հավատացեք, որ ինձ հետաքրքիր չի Ղարաբաղը։ Երբ մենք ասում ենք, որ 44 օրվա պատերազմի ժամանակ զոհվել է 6%-ը այն տղամարդկանց, ովքեր կարային կռվեն Ղարաբաղի համար, դա նշանակում է մի հատ շատ պարզ բան, որ 95% ղարաբաղցին իրանց տանձին չի ինչ է լինելու Ղարաբաղի հետ։ Սա է իրականությունը։ Դուք կարաք չհավատաք, բայց ես փաստեր եմ բերում, որ 95% ղարաբաղցիներին իրանց տանձին չի ընդհանրապես ինչ է լինելու Ղարաբաղի հետ։ Քանի որ տեսեք, եթե Ղարաբաղցի գեներալը, եթե Ղարաբաղցի բլոգերը սիրեր իսկականից Ղարաբաղը, այսօր դու իրանք չես տեսնի, դու չես տեսնի Սամվել Բաբայանը հերոստա ալիքով։ Դուք իմանաս, որ Սամվել Բաբայանը զոհվել է, քանի որ Բաբայանը չէր կարող ապրել առանց Ղարաբաղ, եւ ասել է ես вообще դուրս չեմ գալու Ղարաբաղից։ Այսինքն եթե Սամվել Բաբայանի սիրտը տրախք էր Ղարաբաղի համար, ինքը 44 օր դեռ կկրվեր ու կզոհվեր։ Դուք մի հատ վիդեո տեսել եք, որ Բաբայանը ավտոմատը ձեռին ցույց է տալիս զինվորներին ոնց պետքա թշնամուն ոչնչացնել։ Ոչ մեկ այդ ձևի վիդեո չի տեսել։ 44 օրվա պատերազմի ժամանակ մենք չտեսանք, որ Սամվել Բաբայանը, ով մարդկանց հեքիաթներ է պատմում, որ ինքը եղել է ամենագլխավոր Ռեմբոն Արնոլդ Շվար, ոչ մեկ չի տեսել մի հատ հոլովակ, որ Բաբայանը ոչնչացնում է թշնամին։ Բայց դուրս արի ցույց տա մարդկանց, քո արյունը թափի ցույց տա, որ դու հերոս ես։ Ոչ պակաս Մոնթե Մելքոնյանից։ Այդ ոնց է Մոնթե Մելքոնյանին տարել եք, ուղարկել եք գլուխը կերել, այնքան ուղարկել եք, որ սպանեն, բայց Մոնթե Մելքոնյանը գնում էր, չէ։ Մոնթե Մելքոնյանը չի թողել Ղարաբաղը Չոխի նման, Սամվել Բաբայանի նման, Մոսյու նման, հասկանում եք։ Տղան եղել է Մոնթե Մելքոնյանը։ Այս մարդիկ ինչ կապ ունեն այդ բառի հետ, տղամարդ։ Մեկը չտեսա, որ Քյոխը, դուք տեսել եք մի հատ վիդեո, որ Քյոխը բան կրակում է, չգիտեմ, վերտալյոտ է խփում, տանկ, չկա տենց բան։ Իրականությունում գիտեք, երբ մենք խոսում ենք Քյոխի մասին, մենք պետք է հասկանանք, որ Քյոխը անգրագետ մի հատ արջի նման մարդ է։ Այսինքն Քյոխը չի կարողանում դաժե խոսա, ինքը ընդունակ չի։ Ինքը բոլորը գիտեն, որ եղնիկները ոչ մեկ չեր ուզում ընկներ։ Բոլորը գիտեն, որ եղնիկները ամենավատ տեղն է։ Քանի որ դեռ Քյոխն է եղել։ Մարդկանց ծեծում էին, ձեռքերը կոտրում էին,
ու ինքը կյանքում չի եղել մարդկային զինվորի հանդեպ, ինքը ատում էր իր զինվորին։ Ինքը այնքան էր ատում, որ սա Հայաստանը վախենում էր, որ իրancs երեխեքը ընկնեն եղնիկներ, ասում են, ինչ ուզում եք արեք, բայց մեր երեխան եղնիկներ չի մտնի։ Բայց չեք հիշում, որ սա Հայաստանը ասում էր, «Էս ինչ անեք, որ մեր երեխան եղնիկներ չընկնի»։ Քանի որ ատում են, քանի որ այդ մարդը նենց մթնոլորտ այնտեղ ստեղծել, որ եղնիկները դարել է մի հատ դժոխք։ Եվ այսօր քյոխը աչուձախ ասում է, ես լեգենդար հրամանատար եմ։ Բայց լեգենդար հրամանատար ես, սա Հայաստանը ատում է այդ եղնիկները։ Այդ ինչ դու լեգենդար հրամանատար ես եղել, որ բոլորը քննադատում են քո եղնիկները։ Եվ տեսեք, մի հատ հայ չունեք Հայաստանում կամ էլ աշխարհում, որ կարա ձեզ բացատրի, մի հատ հայուհի կամ մի հատ հայ գտեք, որ կարա ձեզ բացատրի, այս Քոչարյանի ժամանակ, Քոչարյանը լեզուն 3 կիլոմետր հանած խոսում է Ղարաբաղի մասին, բա այ Քոչարյան, քո ժամանակ այն մարդիկ, ովքեր գեներալ են դարել, պոլկովնիկ են դարել, այդ մարդիկ ո՞նց են դարել պոլկովնիկ։ Այդ օրինակ ո՞նց կարող է Արտուր Ագաբեկյանի նման մարդը, հա, լինի գեներալ պոլկովնիկ։ Ո՞նց կարող է Մոսին, հա, Մոսին, անգրագետ Մոսին, իրան լինի այդ ձևի պաշտոններ։ Ոնց կարող է այդքան անգրագետ լինի այդ ձևի մեծ պաշտոնների։ Ու Արտուր Ագաբեկյանը որպես թալանչի դաշնակ, դրա համար եղել է պաշտպանության նախարարի տեղակալը, եղել է առաջի աբարանիցին կոմանդիրը։ Մենակ դրա համար, որ ինքը եղել է շատ վատ մարդ, թալանչի ու հանցագործ։ Մի հատ մարդ, որ այնքան հայ ասպանել Հադրութի շրջանում, բոլորս ենք մենք լսել, սա մեզ համար նորություն չի։ Եվ իմեջերում իմ գրքում մանրամասն կա, այնպես չի, որ մենք լրել ենք։ Մենք կյանքում ոչ մեկից չեն վախեցել։ Իմ անունս Ռոման Բաղդասարյանն է, իմ անունս քյոխ չի, Կարեն Ջալավյան։ Այդ Կարեն Ջալավյանն է ցրրել իրան տանձի տակ ու փախել։ Մեկ օր չի կրվել։ Այդ Կարեն Ջալավյանն է իր պոստերը թողել ու փախել, մենք կարմիր մայկով տեսել ենք։ Իսկ Ռոման Բաղդասարյանը 8 տարի իմ երկրիս համար, իմ ժողովրդիս համար ես պայքարում եմ եւ Ռոման Բաղդասարյանը ավելի տանձող տղա է, քան թե քյոխը, քանի որ քյոխը մի օր է կռվել, ցրել է իր ձվերի տակ ու փախել է կարմիր մայկով։ Իսկ Ռոման Բաղդասարյանը 8 տարի պայքարում է ու Ռոման Բաղդասարյանը Կարեն Ջալավյանի նման, Վիտո Բալասանյանի նման եւ Սամվել Բաբայանի նման Ռոման Բաղդասարյանը չի թողում իր դիրքերը։ Ես իմ դիրքերում 8 տարի կայնած եմ։ Ու Ռոման Բաղդասարյանը կեղծ էջերից դուրս չի գալիս։ Ռոման Բաղդասարյանը այնքան է տանձով տղա, որ ես իմ էջից եմ դուրս գալիս, իմ եթերներով։ Իսկ Ղարաբաղի տղերքը մեծ մասը կեղծ էջերից են դուրս գալիս։ Բա կլերով տղա ես քո էջից դուրս արի։ Խիեք դուք կեղծ էջերից դուրս գալիս։ Բա դուք ամեն տեղ ասում եք, որ դուք տղա եք։ Բա տղա ես հիմա մտել ես ինչ որ մի հատ պետական, հա, կառույց ու այնտեղից դու նստած կեղծ էջից ես գրում, դու քո կինը քո եղբայրը, բայց տղա ես, կլորով տղա ես, քո էջից գրի։ Բայց բոզի տղան դրանով է տարբերվում նորմալ տղաներից։ Բոզի տղան նստած է կեղծ էջից, քանի որ այդ բոզի տղան աշխատում է օրինակ հակակոռուպցիոն կոմիտեում եւ այդ բոզի տղան Ղարաբաղցին չի ուզում իր էջից գրի, որպեսզի հակակոռուպցիոնը չտենա, որ այդ Ղարաբաղցին է գրում։ Բոզի տղան մտել է պաշտպանության բանակ, Սուրեն Պապիկյանի մոտ է աշխատում։ Կեղծ էջից է իմ դեմ գրում, իրան կլիր չունի, որ ինքը իր էջից գրի։ Ու դու այո քիչ որ Ղարաբաղը կորցրել ես, դու դարել ես մի հատ հասարակ բոզի տղա, որ եկել ես Հայաստանում, կեղծ էջից գրում ես Ռոման Բաղդասարյանին։ Բայց տղա է, զոհվեիք Ղարաբաղում, դուք տղերք եք, բայց զոհվեիք, կրվեիք ձեր գյուղի համար, ձեր հոր, ձեր պապիկի գերեզմանի համար, ինչ եք դուք փախել, եկել եք հիմա ստեղ կեղծ էջերից եք գրում, թե վարչապետի դեմ, թե բոլոր նրանց դեմ, ովքեր աջակցում են վարչապետին։ Եվ բոլորը գիտեն այս երկրում, որ ես չեմ վախենում իմ էջից խոսամ, ես կյանքում չեմ թաքցնվել, ես չեմ գրել կեղծ էջերից, ես այնքան եմ հզոր, որ ես խոսում եմ իմ էջից, իմ անունից, իմ երեսով եմ դուրս գալիս եթեր։ Իսկ Աստված այնքան չի սիրում մեծ մասը այդ կեղծ էջերից ովքեր գրում են, որ տեսեք Տելեգրամյան ալիքը, հեսա 2 օր Աստված փակել է Ռուսաստանում։ Տելեգրամյան ալիքը փակվել է։ Իսկ դուք գիտեք, որ Տելեգրամյան ալիքում ահագին մարդ նստած է կամ Քոչարյանի աջակից, կամ Ղարաբաղցիների աջակիցները, հայ, Ղարաբաղցիները նստած Տելեգրամյան ալիքում, քանի որ չի երևում իրանց անունները, իրանք այդ ալիքներից քղնգում են վարչապետին։ Տես Աստված ինչ չափալախ տվեց բոլոր նրանց, ովքեր վարչապետի դեմ են, որ Տելեգրամյան ալիքը փակվել է։ Բա հիմա էլ գրի։ Հիմա նստի Տելեգրամյան ալիքում էլի գրի, կոմենտներ գրի։ Գիտեք, դուք կարաք փախնեք ադրբեջանցիներից Ղարաբաղից Հայաստան, դուք կարաք Հայաստանից փախնեք Ռուսաստան, Ռուսաստանից փախնեք Ուկրաինայում զոհվեք,
Փախեք Դուբայում տրաքվեք, զոհվեք, բայց ով է ձեզ ասել, որ դուք կարաք Աստծուց էլ փախնեք։ Օրինակ ես ոչ մեկից չեմ փախնում։ Գիտես ինչի։ Քանի որ Աստված բոլորից տեսնում է 24 օր, կներեք 24 ժամ օրվա ընթացքում։ Ոնց կարաս դու փախնես Աստծուց։ Դու կարաս փախնես ԱԱՑ-ից, այդ որ դուք 8 տարի մենք հեղափոխություն եք արել, մեկին չի բռնել ԱԱՑ-ն։ Մի հատ հանցագործ Ղարաբաղից չի պատժվել։ Շնորհակալ եմ, մալացի, տղա եք, եթե ձեզ ԱԱՑ-ն ձեռ չի տալիս, այնքան սպանությունների համար, այնքան բյուջեն թալանելու համար, ուրեմն ստացվում է ԱԱՑ-ից դուք փախնեք։ ԱԱՑ-ն մի հատ հարց չունի այն մարդկանց, ովքեր միլիարդներ ա գողացել ու ստեղ Հայաստանում հարուստացել է։ Եթե դուք կարողանում եք դատախազությունը փասնել, իսկ ստացվում է, որ դատախազությունը ոչ մի հարց չունի Ղարաբաղյան կլանի հանդեպ, ուրեմն ստացվում է փախնեք դատախազությունից։ Եթե ոչ մի քննիչ, ոչ մի դատավոր, մի հատ գեներալ, Քոչարյան, ոչ մեկին չի դատում, չի բռնում, ուրեմն ստացվում է, չէ՞, այդ մարդկանցից փախնել։ Թե ոնց պետք է իրանցից հարցնել, թե գումար են տալիս, թե իրանք են դեղ աշխատում։ Բայց ես ուզում եմ հարցնեմ, ոնց եք դուք ուզում փախնեք Աստծուց, այսինքն Աստված էլ կարող է ձեզ չտենա, ձեր հանցագործ երեսը դեմքը կարող է մոռանա, չտենա, դուք կարաք փախնեք, հա, Աստծուց։ Ես ուզում եմ հասկանամ։ Արդեն 8 տարի վարչապետն է այստեղ Նիկոլ Փաշինյանը, չէ՞։ 8 տարում տեսեք քանի մարդ ա եղել, ովքեր իր դեմ խոսացել են եւ հիմա չկան։ Մեռել են, գնացել են։ Իսկ մեր վարչապետը հզոր է, ապրելու է երկար տարիներ եւ իր հետ ոչ մի բան չի լինելու, քանի որ իրան Աստված սիրում է։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր բարի են մեր հանդեպ, ձեր հանդեպ, Աստված իրանց երկար տարիներ, իսկ այն մարդիկ, ովքեր կեղտոտ մտքեր ունեն, հիմա մենակ դուք եք վատ վիճակում։ Եվ 8 տարի Աստված ձեզ է չափալախ տալիս։ Ну почему не наказан? Гая, ты знаешь, вот, да, из этих бандитов никто не наказан. А то, что Бог отнял у них их деревни, их речки, их церкви, то, что Бог отнял весь Карабах у карабахских сторонников клана, это не наказание, по-твоему? То есть, какой СМБ или судья может более строго наказать, да, карабахских генералов или руководителей, чем это сделал Бог? А Бог у них отнял все. Все просто отнял. А что у них осталось? Заводы в Երևանի, заводները մնացել Երևանում։ Եվ դու գտնում ես, որ դա մեծ բան է, հա։ Գայ ջան, դու պատկերացրու ոնց է պատժվել իրանք մասսան, որ սա Ղարաբաղը, որտեղ մենք 1000 տարի ապրում ենք, Աստված իրանց այնտեղից հանել է։ Չի կարող Ղարաբաղում նստի ոչ Վիտալի Բալասանյանը, ոչ Սամվել Բաբայանը, ոչ Քյոխը։ Քյոխին Աստված ասել է, Քյոխ, սիկտիրդ քաշի Ղարաբաղից, կոնկրետ տենց եմ ասում։ Աստված ձեռից բռնել է Քյոխին, ասել է դու ստեղ մի վարքյան չես մնալու։ Աստված նայում էր ոնց էր Քյոխը օգտագործում մեր զինվորներին, որ փետ կտրի, խոս պահի ու ասել է Քյոխ, սիկտիր եղի Ղարաբաղից։ Բա դա պատժել չի, ինձ թվում է շատ լուրջ պատժել է Աստված։ Պատժել է Գայա ջան, շատ ուժեղ է պատժել Աստված։ Իսկ ԱԱՑ-ն կպատժի, թե դատարանը կպատժի, դա արդեն մեզնից ոչ մի բան կախված չի։ Թող հիմա էլ գնան, պարտավոր ասեն, թող խոզեր պահի զինվորը, կարաս, ինչ-որ մի հատ Ղարաբաղցի սպա կամ գեներալ, հիմա կկարակ դուք ստիպեք մեր զինվորներին խոզեր պահեն ձեզ համար, ոչ, կարակ հիմա ստիպենք, որ ձեզ համար փետ կտրեն, ոչ, կարաս հիմա զինվորներին ստիպես, ասես, մեզ համար դղյակ սարքեն, ոչ, իսկ ում շնորհիվ ենք մենք ստացել մի հատ իրավիճակ, որ մեր զինվորներին ոչ մեկ չի կարա ձեռք տա։ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Նիկոլ Փաշինյանի ժամանակ ոչ մեկ չի կարա ստիպի մեր զինվորներին, որ ղարաբաղցիների համար տներ սարքեն կամ ճանապարհներ սարքեն անվճար։ Ոչ մեկ չի կարա ոչ մի Ղարաբաղի գեներալ կամ պաշտոնյա մեր զինվորներին օգտագործի որպես ստրուկ։ Բա գնացեք հիմա էլ օգտագործեք։ Չեք կարող, չէ՞ օգտագործեք։ Դրա համար եք դեմ խոսում վարչապետի դեմ։ Եթե վարչապետը չի լինի, ելի նորից կսպանեն մեր երեխեքին, կտուժեն մեր երեխեքին։ Իրանք ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեն։ Քոչարյանը եւ Քոչարյանի աջակիցները միակ բանը, որը կարողանում են անեն, տուժեն եւ պատժեն հայերին։ Սպառնեն հայերին։ Երբ հայը, գիտեք, երբ հայը բոզի տղա է, ինքը նստած լրագրողին կամ բլոգերին է սպառնում։ Եվ տղամարդը բոզի տղա է, ինքը Facebook-ից սպառնում է ինձ, քանի որ իրան տանց չունի ոտերի արանքում։ Ինքը բոզի տղա է կամ Ռուսաստանում նստած, իր կնգա մոտ,
Ո նստում է ինձ ինչ որ Ղարաբաղցի, Ռուսաստանից կամ չգիտեմ Ֆրանսիայից կամ թեկուս Հայաստանից կեղծ էջից։ Ինչ բարեր է կրում Ռոման Բաղդասարյանին։ Ես դիմում եմ այն մարդկանց, ովքեր կեղծ էջերից գրում են։ Ձեր կինը ձեզ չի ասում, լսի դու вообще ինչ տղամարդ ես։ Մի վարքյան չես կրվել քո հայրենիքիդ համար, որ ես դիմում եմ կանանց էլի, այն կանայք ում ամուսինը կեղծ էջերից կամ իր էջից խոսքեր է գրում։ Ձեզ դուր է գալիս քնեք այդ ձևի տղամարդու հետ, ով մի վարքյան չի կրվել եւ միակ բանը, որը կարողանում է անի, որ հաց է ուտում ու ցռում է ունիտազի վրա։ Ձեզ դուր է գալիս այդ ձևի տղամարդը։ Դուք սիրելի կանայք գտնում եք, որ ձեր ամուսինը տանձով ամուսին է, որ միակ բանը ինքը կարողանում է իր հային սպառնա, իր հային կոպիտ բաներ գրի, հա, իր հային ծեծի, որպես ստրուկ օգտագործի, որ դղյակ սարքի, հա, դուք գտնում եք այդ ձևի տղամարդը Ղարաբաղը պահի։ Տղամարդ, ով կամ թմրանյութ է վաճառում, հա, կամ ալկաշա, սպորտով չի զբաղվում, ոչինչ բան չի ուզում կարդա, պատմությունը չի իմանում գրականությունը։ Այսօր Ժողովուրդ ջան, այսօր այնքան ցավալի փաստ է, ես մի հատ փաստի մասին խոսամ, հա։ Այսօր եթե մենք ուղիղ եթերում կանչեք այդ գեներալներին ու հարց տակ, ասեք օրինակ քյող։ Մի հատ ասա ինձ, կարաս օրինակ 10 հատ, հա, 10 հատ բանաստեղծու անուն տաս։ Կարաս մի հատ ասես Հովհաննես Թումանյանը որտեղ է ծնվել։ Մի հատ կարաս ասես вот Раны Армении кто написал? Кто написал Раны Армении? Это написал Եղիշե Չարենց, это написал Պարույր Սևակ, или это написал Խաչատուր Աբովյան? Кто написал Раны Армении? Քյողը չի իմանում, ժողովուրդ։ Այսօր հայ գրականության армянской литературе я не могу сказать 100%, но sense ձեռս կարամ կացնի տակ դնեմ 90% հարց տուր писатели, поэмы, год рождения, место рождения, важные факты из биографии 90% հայ գրականությունը Ռոման Բաղդասարյանը եթերում քեզ պատասխանի։ Բայց կանչես Սամվել Բաբայանը, քյոխը, Մոսին, որ 11 միլիոն դոլար իրան նվիրել է Հայաստանը, դատարան ասել, ախպեր ջան 11 դոլար թող մնա տանձի տակ գնա կեր խմիր։ Այսօր եթե մենք կանչեք Մոսին, ասենք Մոսի, կարաս մի հատ մի 5 հատ հարցի պատասխան տաս։ Ինքը ոչ իման չի իմանում։ Ինքը չի իմանում вообще ով է հայ գրողը եւ ինչ գրողներ է եղել։ Հասկանում եք։ Այսօր եթե դու Մոսին կանչես, ասես Մոսի ջան, Կոմիտասը ով է եղել вообще։ Որտեղ է մահացել Կոմիտասը, где он умер? Что было во Франции в последние годы в его жизни? О чем он думал, когда сидел под деревом? Вот эта знаменитая его фотография. Вот ինչի մասին էր մտածում Կոմիտասը, քյող, Մոսի, ինչի մասին էր։ Դրանք չգիտեն։ Они, если сегодня у них спросить, что переживал душевно Комитас, какие мысли, да, околдовали его душу, действительно ли он был сумасшедший, или он был настолько глубокий, что на фоне своих переживаний любви к Армении, да, сошел с ума, какую он сделал ювелирную работу Комитас, чтобы собрать, поштучно ходил по деревням, по областям Армении, чтобы послушать, что поют женщины, что поют мужчины. Музыка Комитаса – это не музыка, которая родилась с потолка. Она даже не родилась в душе Комитаса. Она была большей частью собрана в том числе от людей. А вы что думаете, что карабахские генералы знают, как музыку собирал Комитас? Они откуда знают? И сегодня для нас это такая огромная боль. Если մեծ ցավ է, որ մենք ունենք Ղարաբաղի բանակ, ում համար սա հայազգը այդքան փող է ծախսել եւ մեզ թալանել են։ Եվ այդ բանակում մեկը չկա, ասի вообще Կոմիտասը ինչով էր զբաղված, ինչ էր Կոմիտասի մտքերի մեջ։ Եվ այո, Ռոման Բաղդասարյանը, որ կարամ Կոմիտասի մասին ժամերով խոսամ ձեզ հետ, ժամերով։ Եվ ես նենց հաճույք եմ ստանալու, քանի որ знаете, это был мой любимый предмет. История, литература армянская. Мне это было интересно, я это пожирал просто. Я могу об этом говорить часами, ժամերով խոսամ գրականության մասին եւ չհոգնեմ, քանի որ դա իմ թեման է, ինձ դա հետաքրքիր է։ Հասկանում եք։ Եվ շատ կարեւոր է, երբ մենք խոսում ենք հայ գրականության մասին կամ հայ ժողովրդի պատմության մասին, այսօր գիրքը արդեն Հայաստանի պատմությունն է, բայց երբ մենք խոսում ենք Հայաստանի պատմության մասին, շատ կարեւոր է ոչ թե անգիր սովորել, да, не наизусть читать, учить, а действительно искренне изучать это. А искренне можно изучать литературу и историю в одном случае. В одном случае. Если ты любишь этот народ, если դու սիրում ես այդ ժողովրդին եւ այդ երկիրը, դու կարաս իմանաս, դու կարաս հա անկեղծ ուսումնասիրես հայ գրականությունը եւ հայ։ Այս մարդիկ չգիտեն ոչ իմ բան։ Եվ ես ամանչում եմ, եւ դուք ամանչեք, որ ձեր գեներալները եւ մեր գեներալները ոչ մի կապ չունեն ոչ Հայաստանի հետ, ոչ հայ ազգի հետ, հա։ Երբ մարդ ասում է ես հայկական պոլկովնիկ եմ,
բայց ինքը չի իմանում օրինակ էլի Արմավիրի մարզը, Արմավիրի մարզից հետո ինչ մարզեր է գնում, այսինքն ում հետ է ինքը սահման, с кем граничит Армавирская область։ Դուք ի՞նչ գիտեք թե Արտուր Աղաբեկյան знает с кем граничит Армавирская область, դուք լուրջ եք ասում։ Այսօր դուք Արտուր Աղաբեկյանին կանչեք, ասեք, с какой областью граничит Армавирская область, он не узнает։ Այսօր դուք պետք է հարց տաք, ասեք Սամվել Բաբայան, օրինակ պարոն Բաբայան, մի հատ հարց ես։ Դուք կարաք Հայաստանի Հանրապետության 33 քաղաքի անունները տաք իրար հետևից, կարաք։ Օրինակ ես կարամ։ Հա, ես կարամ։ Սկսեմ Թավուշի մարզից, ասեմ Նոյեմբերան, Բերդ, հա, Շամշադին, Իջևան, Դիլիջան, հա, օրինակ Թավուշի մարզից սկսենք, հետո անցնենք, կներեք, Վայոց ձոր, հա, Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք եւ բոլոր մարզերով։ Սյունիքի մարզ, Ագարակ, Մեղրի, Քաջարան, Ղափան, Գորիս, Սիսիան։ Ոչ թե մենակ 33 քաղաքի անունը պետքա տա, պոլկովնիկը եւ իսկական հայրենասեր հայը, այլ դու պետքա իմանաս Հայաստանի, ասենք Սյունիքի մարզից, Ագարակ, Մեղրիից ոնց է սկսվում, այսինքն որ քաղաքի հետ, այսինքն сначала один город, потом другой город, потом третий город, ու ես դա իմանում եմ եւ բոլորս պետքա դա իմանանք։ Какой город после какого города идет? Это очень важно. Это не какие-то пустяки. И каждый армянин, ամեն հայ պետք է իմանա, քանի քաղաք ունեք, անունները, որ մարզում որ քաղաքն է, նաև մենք պետք է իմանանք, օրինակ, հա, օրինակ, մենք պետք է իմանանք, Սյունիքի մարզում ամենամեծ քաղաքը, այսինքն ամենաշատ մարդիկ որ քաղաքում են ապրում, իսկ որ քաղաքում ապրում են ամենակիչ մարդիկ։ Այսինքն մենք չենք կարող ասենք Սիսիանը եւ Հափանը նույն քանակն է ապրում ժողովրդի։ Դա արդեն անգրագետություն կլինի, ճիշտ է։ Եվ նաև բացի դրանից այդ գեներալները պետք է իմանան, որ մարզում ունենք, որ սարն է ամենամեծ սարը եւ ինչով է ինքը տարբերվում մյուս սարերից։ Այս մարդիկ պոլկովնիկներ են, բայց չգիտեն իրանց տարածքը։ Տեսեք, սա խոսքը չի գնում մենակ անգիր սովորել։ Հա, եթե դու ասում ես, որ դու սիրում ես Հայաստանը, դու պաշտպանում ես Հայաստանը, այսօր դու սա Հայաստանով զինվորներ ես վերցնում, տանում ես Ղարաբաղում 35 տարի որպես ստրուկ օգտագործում, այդ գեներալ են, Քոչարյանի ժամանակ գեներալ են, հա։ Դուք հարց եք տալիս, ասում ես ախպեր ջան, դու ասում ես Մայր Հայաստան, դու Մայր Հայաստանի մարզերը ուսումնասիրել ես։ Դու աչուձախ ասում ես մեր Մայրիկ Հայաստանը, այդ Մայրիկ Հայաստանը այնքան գտել եք, թալանել եք Քոչարյանի ժամանակ, բայց ստրանց դու հավաքի ուղու եթերում ու 20 հատ հարց տուր Հայաստանի մասին, մի հատ հարցի պատասխան չես ստանալու։ Երբ դու մի հատ կնգա, ով քեզ 18-20 տարի դաստիարակում է, մեծացնում է, դու իրան ասում ես մայր, բայց դու չգիտես քո մայրդ ինչ ազգում, ինչով է հիվանդ, ինչն է պետք բուժել, ինչ ունի մտքերի մեջ, երբ դու չգիտես քո մայրդ ինչի համար է լացում, ինչի համար է տխրում քո մայրը, դու ոնց կարաս մայրիկին ասես մայրիկ։ Մայրիկը այն կինը չի, որ քեզ պետք է կներես էլի, 1 տարեկանից մեծացնի մինչև 20 ու ասի գնա ինչ ուզում ես արա։ Մայրիկը ունի սիրտ, ունի առողջություն, մենք պետք է հետևենք, ինչ է իր սրտում, ոնց է իր առողջությունը եւ այո, եթե դու Ղարաբաղում գեներալ ես կամ պաշտոնյա ես եւ եթե դու 88 թվականին Քոչարյանի ժամանակ ասել ես մենք չենք ուզում Ադրբեջանի հետ ապրենք։ Մեզ ունենք մայր եւ այդ մայրիկի անունը Հայաստանն է։ Բոլորը պետք է իմանան, որ Ղարաբաղցին ստել է, երբ Ղարաբաղցին ասել է մենք չենք ուզում ապրենք Ադրբեջանի հետ, քանի որ մենք շատ ենք սիրում մեր մայրիկ Հայաստանը։ Բայց մայրիկ Հայաստանը, գիտեք ինչ է տեսել Ղարաբաղցիներից։ Թալան, սուտ, հա, եւ Քոչարյանը եւ իր աջակիցները եւ բոլոր մարդիկ, ովքեր աջակցում են Քոչարյանին, բացի վատ բաներից ոչ մի բան Հայաստանի համար չեն բերել։ Մայր Հայաստանը Ղարաբաղցիներից եւ կոնկրետ Քոչարյանից եւ ընդհանրապես Ղարաբաղի տղամարդկանցից մեծամասնությունից, բացի դավաճանությունից ոչ մի բան չի տեսել։ Ես Ինна, привет, моя дорогая, ինչ է տեսել Հայաստանը։ Ինչ ենք մենք Ղարաբաղցիներս տվել Հայաստանին։ Բացի դրանից, որ ամեն օր ինչ որ բան պահանջել ենք։ Ինչ Հայաստանցին կյանքում լավ բան չի տեսել Ղարաբաղցուց։ Միակ բանը Հայաստանցին, որ տենում է Ղարաբաղցուց, պահանջ։ Պահանջում ենք Հայաստանը մեզ օգնի, Հայաստանը մեզ կոմպենսացիա տա, Հայաստանը մեզ սերտիֆիկատ տա, դուք պարտավոր եք, լուրջ։ Ես ասել եմ դրա մասին, ու նորից եմ ուզում կրկնեմ, մայրը եւ հայրը ընդհանրապես ոչ մի բան պարտավոր չեն, այն տղուն եւ այն աղջկան, ով արդեն շուտվանից մեծացել է, ով արդեն շուտվանից իր ոտքի վրա կայնած է։ Մայրը պարտավոր չի։ 30 տարեկան տղամարդը
տանի իր վզի վրա, հա, 30 Ղարաբաղցիները 30 տարեկան տղամարդ է, в расцвете сил, հա, ռուսերեն տենց են ասում։ Մայրը պարտավոր է 30 տարեկան տղամարդը իր վզին քաշքաշի, հաց տա եւ ասի արի յուբկիս տակ նստի, հա, տամպոնիս տակ ես քեզ պաշտպանեմ։ Բայց տղա ես, պաշտպաներ քեզ։ Ես իրավունք չունեմ որպես Ղարաբաղցի ինչ որ բանում մեղադրեմ Փաշինյանին, քանի որ ես չեմ կռվել ոչ իմ հոր գերեզմանի համար, դրա մասին ես ձեզ ասել եմ, ոչ ինձ նման 90,000 Ղարաբաղցի չեն կռվել։ Մենք ինչ իրավունք ունենք, մեզ ինչ իրավունք են տվել այս երկրում գանք, վարչապետի դեմ խոսանք կամ իր թիմի մասին խոսանք, ոչ, մեզ դից իրավունք չունենք։ Եվ մնացել է 3 ամիս մինչև ընտրությունները, միակ իրավունքը, որը ունի Ղարաբաղցին, հա, իր ձայնը տա վարչապետին։ Իսկական Ղարաբաղցին, մաքուր սրտով Ղարաբաղցին, արդար Ղարաբաղցին, ազնիվ Ղարաբաղցին, պետք է վարչապետին դա իր ձայնը։ Ազնիվ Ղարաբաղցին, ով հավատում է Աստծո, պետք է ասի Աստված իմ, ես մեղավոր եմ, որ սպանել եմ իմ հայրիկիս Լևոն Հայրապետյանին, Աստված իմ ներիր ինձ, որ ես 35 տարի իմ տունս քանդել եմ ու թալանել եմ։ Եվ այո, բոլոր այդ քայլերից հետո, որ ես այդքան արել եմ վատ բաներ իմ Ղարաբաղի հանդեպ, այսօր ես մնացել եմ Հայաստանում ու այո, ես աջակցում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով չնայած որ ես այդքան կեղտոտ եմ ու թարախ եմ, ինձ կոմպենսացիա է տալիս, ինձ աշխատավարձ է տալիս։ Ինչ ենք ուզում մենք այս մարդուց։ Եկեք ազնիվ լինենք։ Ինչ։ Ինչ ենք ուզում։ Ես նորից եմ կրկնում։ Ես չեմ ուզում ոչ մի բան խոսամ Քոչարյանի մասին։ Ես նենց չի որ հիմա ուզում եմ մենակ գովամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այն որ մենք երեք լսել ենք, որ Քոչարյանի նման տականք է, ասում է, պատասխան են տալու, որ հազարներով տղերք են սպանել, լուրջ։ Մինչ հիմա մենք ոչ մի բան չենք արել, որ մարդկանց ասենք, որ այս մարդին պատժում ենք Քոչարյանին։ Դրա համար որ մեզ մոտ 18000 զինվոր Ղարաբաղում մենակ եղել են ստրուկ, չգիտեմ, տներ են սարքել, խոզեր են պայել, դրա համար ով է պատասխան տալու։ Մի հատ սպա դուք բռնել եք, մի հատ գեներալ պատժել եք մենք։ Եվ չի ուզում Հայաստանի Հանրապետության կառավարությունը խոսա դրա մասին, որ մեր զինվորներին օգտագործել են որպես ստրուկ։ Դրա մասին խոսում է մենակ Ռոման Բաղդասարյանը։ Ինչի՞։ Ինչի՞ չի խոսում դրա մասին Գևորգ Պապոյանը։ Ինչի՞ չի դրա մասին խոսում Արսեն Թորոսյանը։ Օրինակ Արսեն Թորոսյանը ինչի՞ չի խոսում դրա մասին, որ մեր զինվորներին հազարներով որպես ստրուկ օգտագործել են, դրա պատասխանը ով է տալու։ Եվ այսօր թող Արսեն Թորոսյանը լսի ոնց է ասում Քոչարյանը իրան եւ իր թիմին է դա վերաբերվում։ Քանի որ Թորոսյանը չի կարող ոչ մի բան խոսի, ոչ Պապոյանը, ոչ մնացածը։ Այո, երբ դու լրում ես եւ դու թույլ ես տալիս, որ թարախ օծը իրան զգասենց դուխով։ Այո, թարախ օծը դուրս է գալիս եւ քեզ է ասում Արսեն Թորոսյան։ Ասում է դու պատասխան ես տալու, որ հազարներով տղերքը զոհվել են Ղարաբաղում։ Դրա համար է ինքը այդ ձևի լեզու երկար հանել։ Երբ դու ոչ մի բանում չես մեղադրում տականքին, տականքը 8 տարի անցած քեզ է սկսելու մեղադրել։ Եվ այն ժողովուրդը, որը տեսնում է, որ քեզ 8 տարի չունես ոչ մի, հա, այսպես ասած, չգիտեմ, ասեմ հնարավորություն մի քիչ սխալ կլինի։ Желание, да? Դու ուզում ես բռնել 8 տարում այդ մարդկանց։ Ես չգիտեմ։ Այսինքն, ինչ է մտածում օրինակ մեր բոլոր նախարարները ինչ են մտածում, Սուրեն Պապիկյանը, Ալեն Սիմանյանը, Արայիկ Հարությունյանը, շատ մեր կողմից բոլորը սիրված, հարգված, ու մենք աջակցում ենք եւ աջակցում ենք, այս մարդիկ գտնում են, որ սա նորմալ է, որ Քոչարյանի նման տականք ասում է, դու Փաշինյանի թիմը պետք է պատասխան տա։ Ինչի համար պետք է պատասխան տա, որ 8 տարի զրոյից Հայաստանը կառուցում է, դրա համար պետք է պատասխան տա, իսկ ինչ որ տականք եւ իր աջակիցները, ովքեր մինչեւ 2018 թիվը քանդել են այս երկիրը, իրանք պետք է խոսան, հա։ Իսկ գուցե մենք ժողովուրդը ասում ենք, մենք вообще ինչի պետք է Քոչարյանի բերանից, թարախ օծի բերանից լսեք այդ ձևի հայտարարություններ։ Ու դրա համար այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում Քյոխի նման, Տաշի Սամոյի նման մարդիկ 4-5 հատ հայց են տալիս լրագրող բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ, իսկ իրանք դուրս եկած գնում են ընտրությունների, իրանք ունեն բժշկական կենտրոններ։ 8 տարի անցած միակ մարդը, ով տանջվում է այս երկրում, Ռոման Բաղդասարյանն է, որ ամեն օր դատարաններում փաստաբանների հետ եւ այլն։ Ուրիշ չկա ստեղ տանջվող։ Միակ մարդը ես եմ, հավատացեք։
Լուրջ։ Ոչ թե դատարանում, այլ բանտում պետք է նստած լինեին եւ պետք է նստեն բոլոր Ղարաբաղի գեներալները եւ նույն Քոչարյանը եւ Սերժը։ Մենք չենք լրելու եւ ամեն բնակիչ Հայաստանի Հանրապետության բնակիչը պետք է հարց տա այդ աղը, որը մենք օգտագործում ենք։ Ոնց է ստացվում, որ Արկադի Ղուկասյանի եղբոր ձեռն է եւ ինչի մեր կառավարությունը ես նորից եմ կրկնում, այդ աղի հանքը Ավանի հանքը ոնց է Արկադի Ղուկասյանի եղբայրը վերցել իր ձեռը։ Ոնց է աշտարակաթը վերցել, հա, մի խումբ մարդիկ, որ այդ աշտարակաթի տերը вообще չգիտեմ, ինֆարկտ է ստացել, ինսուլտ, սաղ տունը քանդվել է։ Բայց եկեք տեսեք բանկային համակարգում 8 տարում ԱԱՑ-ն, դատախազությունը, քննչական կոմիտեն, դատական համակարգը մի հատ հարց չունի բանկերների հանդեպ։ Ոնց, այսինքն բանկային համակարգը սա սուրբ է, սա արդարություն է, այս երկիրը արդար է, ոնց կարող է, այսինքն Կոնվերս բանկը ոչ մի բան չի թալանել այս երկրում։ Ես պրոստը հարցնում եմ, Կոնվերս բանկը, Քոչարյանական բանկը, ինքը սուրբ է, կամ էլ տեսեք, ԱԱՑ-ն ոչ մի հարց չունի Արցախ բանկի հանդեպ։ Ոնց կարող է այդպես բան լինի։ Եթե մենք ասում ենք Հայաստանի Հանրապետության ԱԱՑ-ն արդար տղերք են դեղ աշխատում, ոնց կարող է ԱԱՑ-ն հարց չունենա Արցախ բանկի հանդեպ։ Արցախ բանկը մենք գիտենք, չէ՞, ով է տերը։ Ղարաբաղի հարկայինի մեծն է եղել, քանի տուն է քանդել Ղարաբաղում, քանի տղամարդ անմեղ դրել է դղյակի մեջ սպանել։ Այդ Բակոյի ընկերը։ Հիմա ստեղ Արցախ բանկի տերն է, ոչ մի հարց չունի Հայաստանը այդ տղու հանդեպ։ Այսինքն փող չեն նվացել չերես Արցախ բանկ։ Ոչ մի փող այն մեծ գումարները, որ մարդիկ գողանում են, տանում են Դուբայ, ինչ որ офшорային, какие-то офшоры, не знаю, вот эти офшоры, вывод денег в офшорные зоны, он же происходит через банковскую систему. У нас нет никаких вопросов к банкам. Арчинбанк ничего не воровал. Вот мне интересно. Арчинбанк Ղարաբաղցի է։ Միջդայել ակցիաների մի մասը Մհեր Գրիգարյանի ձեռն է եղել։ Օրինակ Արչին բանկի հարց չունենք, մեզ ոչ մի հարց։ Մաքուր բանկ է այդ բանկը։ Եվ այնքան ցավալի է, գիտեք, ամեն հայաստանցի պետք է հարց տա, ոնց կարող է բանկերի հանդեպ ոչ մի հարց չինի։ 8 տարում մի հատ քրեական գործ չկա, մի հատ հանցագործ չկա, բոլորը սուրբ են, մի կոպեկ չեն գողացել։ Ստացվում է, որ բանկային համակարգը ունի մարդիկ եւ կառավարությունում, եւ ԱԱՑ-ում, եւ դատախազությունում բանկային համակարգը ունի մեծ գումարներ, եւ իրանց ոչ մեկ չի պատժելու։ Իրանց ոչ մեկ չի պատժելու։ Թող դատարանները զբաղվեն Ռոման Բաղդասարյանով, քանի որ ինքը շատ ազնիվ է։ Ազնիվ մարդը տեղ չունի այս երկրում։ Բայց բանկային համակարգը ոչ։ Մեզ 35 տարում 77 տղա Ղարաբաղում Հայաստանից իրանց սպանել են մենակ դրանց համար, որ Ղարաբաղի գեներալները եւ սպան բռնաբարել են զինվորներին։ Մեկը հարց չի տալիս։ Ոնց կարող է 35 տարում մի հատ գեներալ, հա, չեն բռնել, չեն նստացել Ղարաբաղում, մի հատ սպա, մի հատ Ղարաբաղի սպա մենք չենք բռնում, то есть 77 парней изнасиловали, довели до самоубийства, свалили на азербайджанцев, и ни один офицер не садится в тюрьму. Как такое может быть? То есть вот этот офицер и генерал, который трахает молодого солдата и доводит до самоубийства, этот человек приходит в Армению и устраивается в госструктуры, устраивается в Министерство обороны, ոնց կարող է այդպես բան լինի, բայց էս է իրականությունը։ Տղա բռնաբարող եւ սպանող սպան դարել է Հայաստանի Հանրապետության բանակի սպան, ոնց կարող է այդպես բան լինի։ Как такое может вообще быть? Но нету ни одного уголовного нету дела. То есть, по мнению Армении, за 35 лет у нас не было ни одного преступника в Карабахе. То есть ни один офицер, ни один генерал не украли даже одной картошки, не украли 1 литра бензина. Այսինքն գեներալը, այն офицերը, որ սաղ կյանքը բենզին է թալանել Արցախի զինվորական մասում, այսօր իրան Էդվարդ Ասրյանը վերցնում է բանակ։ Ու ոչ մեկ հարց չի տալիս, պարոն Էդվարդ Ասրյան, այս մարդը եթե սաղ կյանքը եղել է թալանչի, դու ոնց ես իրան բանակ վերցնում։ Այսինքն մենք աշխատավարձ եք տալիս մի հատ մարդու Ղարաբաղից, ով սաղ կյանքը բենզին է թալանել։ Մենք աշխատավարձ եք տալիս մի հատ մարդու, ով եղել է դեզերտիր, կներեք, էլի որ հիմա ասում են բանակը Ղարաբաղից օֆիցերներ են վերցնում, բայց մենք ձեզ հետ գիտեք, չէ, որ քանի հազար ավտո փախել է առաջի օրերը։ Մեծ մասը դա եղել են օֆիցերներ։ Եվ օֆիցերը ով եղել է դեզերտիր, այսօր եկել է աշխատանքի մտել Հայաստանում։ Դեզերտիրը դարել է էլի պոլկովնիկ, գեներալ եւ սպա։ Իրան ոչ մեկ դատի չի տալու, ժողովուրդ։ Ինքը Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ է, իրան լավ կապեր ունի եւ դատական համակարգում եւ իսկ մենք տեսենք նա ով ազնիվ խոսա ինձ նման
Նա ով պայքարի ճշտի համար 8 տարի, նա է մենակ դժվելու։ Դրան են վիրավորելու, դրա վրա են դատի տալու։ Նա ով ինձ նման լինի հայրենասեր, պետականամետ եւ բոլորի մտքերը պետականամետ են, դրան պատժելու են։ Նա ով ինձ նման 8 տարի լացի իր սիրտը տրակի, իր աչքերն հիվանդ լինելու եւ ես եմ իմ աչքերս բուժում եւ փորձում եմ բուժել, որպեսզի չքորանամ։ Չէ, վատ մարդը ինքը ապրելու է 90 տարի, իր աչքերը շատ լավ անայելու։ Ինքը ինձ նման չի հիվանդանալու։ Իրան գումար ունի, որտեղ պետքա կտանի այդ գումարը տա ու այդ գործերը բան իր կեղտոտ գործերը կփակի։ Մեզ չունենք ոչ մի քրեական գործ, փառք Աստծո, եթե մեզ դատի են տալիս, մեզ դատի են տալիս գրաժդանսկի, հա, то есть ասել է սենց գրելանենց, նենց չի որ ինձ դատի են տվել, որ մարդ եմ սպանել, բայց էլի всё-таки։ Բայց սա է իրականությունը։ То есть երկրում ահագին բաներ փոխվել է դեպի լավը եւ շնորհակալ ենք մեր վարչապետին, բայց зло опять побеждает добро. Да? Потому что зло имеет большие суммы денег. Արկադի Ղուկասյանի եղբայրը ինչի՞ չեն ձեր տալիս Հայաստանում, Ավանի հանքը իր ձերն է։ Իսկ Հայաստանում ոչ մեկ հարց չի տալիս։ Ո՞վ է թույլ տվել Արկադի Ղուկասյանի եղբորը գա վերցնի այդ հանքը։ Բոլորս գիտեք, չէ՞ որ սա անօրինական է, այսինքն ինքը այն վաղ եղել է Արկադի Ղուկասյանի եղբայրը, միած զանգել է, մեկին սպանել են, մեկի վրա գործ են հարուցել, աղի հանքը տվել են իրան։ Եվ այն մարդը հիմա գումարներ ունի, եթե պետք լինի ում պետքա ջեբը կկոխի ու գործը կփակի, եթե դաժե ինչ որ մեկը ուզենա իր վրա գործ հարուցի, ամեն տեղ Ղարաբաղյան կլանը ունի իր մարդիկ։ Իսկ եթե քննչական կոմիտեի ինչ որ քննիչ գործ հարուցի, մյուս քննիչը զանգելու է ասելու է նա է մեր մի հատ քննիչ գործ է քեզ վրա հարուցում, ում պետքա կոխի ջեբը որ գործը փակի։ Всё, ու դրա համար ոչ մի գործ չի լինելու իր հանդեպ։ Չի լինելու։ Իսկ դուք հարց չեք տալիս, Մովսես Ակոպյանը ոնց է դատարանը 11 միլիոն իրան ներել ու ասել է թողի քո գրպանում։ Ուրեմն ինչ որ մեկին մի մասը տվել է, չէ՞։ Մովսես Ակոպյանը առաջինը իր բարեկամը նես չի որ չի օգնել, Արմեն Գրիգարյանը անվտանգության հա այդ խորհրդի ղեկավարն է։ Նես չի որ նա հաստատ նա իրան օգնել է, ում պետքա զանգել է։ Ինչքան ուզում է ասի ես չեմ զանգել։ Կարող է իր ձյաձյանա չօգնի։ Ամեն օր սեղանին նստած հարսանիքների են գնում, կարող է ձյաձան եկել է, Արմենին լացել է, ասել է, այ ախպեր ջան, Ղարաբաղցի եք օգնի էլի։ Օգնել է, ու օգնելու է, բա իր բարեկամն է։ Ո ինչ չի օգնելու։ Այո, իր բարեկամին է օգնելու։ Ձեզ բոլորիդ բարի գիշեր։ Ուզում եմ ասել, որ խոսում ենք, պատմում ենք, բայց ամենակարևորը լինենք առողջ, քանի որ տեսնում եք առանց առողջություն մենք չենք կարող քայլենք դեպի առաջ։ Ահագին բաներ փոխվել է մեր կյանքում, բայց մենք պետքա պահանջենք, էլի պահանջենք, որ այս մարդիկ, այս վատ մարդիկ իրանց բռնեն, ձերբակալեն եւ պետքա չլրենք։ Սիրում եմ բոլորիդ եւ նորից շատ եմ ուրախ, որ 2 օր առաջ նյութ եմ գրել, որ այս դրությամբ 350,000 մարդ արդեն կարդացել են այդ նյութը Ղարաբաղի բանակի մասին։ Շնորհակալ եմ ձեզ։ Եթե այդ ձևի մեծ ուշադրություն են դարձնում մարդիկ իմ նյութերից վրա, ուրեմն հենց դες չեմ աշխատում եւ դա էլ է մեծ հարստություն, դա մեծ հարստություն է։ Это очень большое богатство.